Հայաստանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները կճանաչեն եւ կփոխանակեն վարորդական վկայականները։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Ինչ վերաբերում է բնակության նպատակով ժամանող քաղաքացիներին, ապա յուրաքանչյուր կողմ մյուսի տրամադրած վարորդական վկայականի փոխանակման համար դիմողանդին ազատում է դրա հետ կապված տեսական եւ գործնական քննություններից։ Միջազգային այս փաստաթուղթը կներկայացվի Սահմանադրական դատարանի, ապա ազգային ժողովի քննարկմանը։ Հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել են կենտրոնական բանկի անունից եւ կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, երբևէ նման հայտարարություններ եւ զանգեր ֆիզիկական անձանց բանկային սպասարկում չի իրականացնում, հաղորդագրություններ չի ուղարկում։ Հորդորում են, եթե զանգահարում են կամ որևէ այլ եղանակով կապ են հաստատում ու ներկայանում կենտրոնական բանկի անունից եւ խնդրում կամ որևէ պատրվակով պարտադրում գումար փոխանցել ավելի պաշտպանված կամ հատուկ հաշիվների, չկատարել որևէ գործողություն, որևէ մեկին չփոխանցել անձնական կամ բանկային տվյալներ եւ անմիջապես կապ հաստատել սպասարկող բանկի հետ։ Բրյուսովի անվան պետական համալսարանում նախորդին տեղի ունեցած ծեծկրտուքի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, այն է ֆիզիկական ներգործությունը մի խումբ անձանց կողմից։ Տեղեկացնում են քննչական կոմիտեից, կատարվում է նախաքննություն։ Ավելի վաղ հայտնել ենք, որ Բրյուսովի անվան պետական համալսարանում ուսանողուհիների միջև ծեծկրտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է ձերբակալություններով։ Հիվանդության սիմուլյացիայի եղանակով եւ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից կաշառքի դիմաց ազատելու, դրանց կատարմանն օժանդակելու դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով ձերբակալվել է 6 անձ, փոխանցում են կոմիտեից։ Ձերբակալվածներից մեկը Պաշտպանության նախարարության Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի բժիշկը կալանավորվել է։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։